Զգուշացեք, այս քաղաքը առաջացնում է կախվածություն։ Այստեղ ավելի շատ թանգարան կա, քան որևէ այլ քաղաքում աշխարհի վրա։ Այս քաղաքն ունի ավելի շատ հեծանիվ, քան բնակչություն։ Քիչ փաստեր, որոնց մասին երևի այս քաղաքի բնակիչներն էլ անգամ չգիտեն։ Գնացինք։ Սկսենք քաղաքի ամենատուրիստական ու տեսարժան հասցեներից մեկից։ Կարմիր լապտերների փողոց։ Ամեն տարի այստեղ այցելում է մոտ 4 միլիոն մարդ։ Սեքս աշխատանքն այստեղ օրինական է, կանայք վճարում են հարկեր, ունեն ապահովագրություն եւ պաշտպանված են պետության կողմից։ Այս քաղաքն ունի ավելի քան 1200 կամուրջ, ավելի շատ, քան Վենետիկը։ Այստեղ հեծանիվներն ավելի շատ են, քան մարդիկ, պաշտոնապես 900,000 հեծանիվ, ամեն տարի շուրջ 15,000 հեծանիվ հանվում է ջրանցքներից։ Ամեն տարի այս քաղաքում շուրջ 15 մարդ թաղվում է առանց որևէ հարազատի կամ ծանոթի ներկայության։ Մահվան խումբ անունը ստացած նախաձեռնության հեղինակը հոլանդացի պոետ է։ Բանաստեղծների խումբը գրում եւ բարձրաձայն կարդում են բանաստեղծություն միայնակ ուղարկավորությունների ժամանակ։ Նպատակը մեկն է, որպեսզի նույնիսկ ամենաանտեսված մարդը վերջին ուղեկցող խոսք ունենա։ Այս քաղաքում մարդիկ ապրում են ջրի վրա։ Այո, այստեղ կան ավելի քան 2500 բնակելի նավ, որտեղ մարդիկ ապրում են։ Ամստերդամը քաղաք է, որտեղ ազատությունը սովորական է, իսկ ամենաանսպասելի բաներն այստեղ օրենքով պաշտպանված են։ Մի քաղաք, որտեղ մենակ չես, նույնիսկ եթե դու այդպես ես մտածում։